Արմավիրի Այգեշատ համայնքում է այս կիրակի պատարագի մասնակցում Հայաստանի վարչապետը։ Տեղում աշխատող մեր գործընկերները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին այսօրվա պատարագին ուղեկցում են քաղաքացիական պայմանագրի փոքրաթիվ անդամներ։ Տարածքային կառավարման գործող ու նախկին նախարարները, Արմավիրի մարզպետը, մամուլի խոսնակը, մի քանի իշխանական պատգամավոր։ Այսօրվա պատարագը մատուցում է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը, որը միացել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Պատարագին ներկա է նաև Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշատյանը, որը 7 վերքում պատարագ մատուցելուց հետո ստացել է շրջիկ քահանա անունը։ Իդեպ, նա չի հերքել, որ համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութում ինքն է, միայն ասել է, որ այն նկարահանվել է ոչ թե գիշերային ակումբում, այլ ռեստորանում։ Քահանայի մասնակցությամբ տեսանյութում երևում է կիսամերկ պարուհի։ Դա եղել է Էջմիածնի Արար ռեստորանում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նոր տարվա հանդիսություն հարազատներով մոտավորապես 100 հոգի ընտանեկան եւ 35-ամյակ ծննդյան, որտեղ մասնակցել եմ խնջույքի, ինչ կա։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ այսօր կրկին չի հնչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Կադրերում նաև երևում է, որ եկեղեցում եռագույն դրոշ են դրել, ինչպես նախորդ շաբաթ առաջարկել էր վարչապետ Փաշինյանը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մեջբերում երկրի վարչապետն այսօր էլ պատրաստ է ընդունել վեհապար հայրապետին, իր հետ խոսել եւ քննել նրա հանգստի կոչվելու հարցը։ Սյունիքից վերադարձած մեծ ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի կաբինետի պաշտոնյաների քննադատությանը։ Քաղաքացիական պայմանագրի անդամ նախարարները, պատգամավորները, մարզպետը ուշադիր հետևում էին ազգային բարերար Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժման ներկայացուցիչների այցին մարզ ու արագ արձագանքում նրանց հայտարարություններին։ Մասնավորապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պնդել է, թե Վայոց ձորը համաշխարհային գինեգործական կենտրոն է եւ թող որևէ մեկն այդ մասին հուշի Նարեկ Կարապետյանին։ Որպեսզի համեմատենք իրական գինեգործական կենտրոնը Պապոյանի պատկերացրած գինեգործական կենտրոնի հետ, համեմատում ենք Վրաստանի, օրինակ Կախեթի մարզը Հայաստանի Վայոց ձորի հետ։ Վայոց ձորում հայտնաբերվել է ամենահին գինոտակառները, ընդհանրապես տրադիցիան ամենահիներից է գինեգործության աշխարհում։ Ուրեմն Կախեթի մարզը ամեն տարի արտանում է մոտավորապես $200 միլիոն գինի։ Դա իրական գինեգործական կենտրոնն է։ Վայոց ձորի մարզը, պարոն Պապոյանի ասած գինեգործական կենտրոնը արտանում է $2-ից $2.5 միլիոն գինի։ Եվ ընդհանրապես Հայաստանը Կախեթի մարզից 15 անգամ ավելի քիչ գինի է արտանում։ Իրական, որպեսզի մենք հասկանայինք, թե ինչու է պարոն Պապոյանը այսպիսի կարծիք հայտնել, ես ուսումնասիրեցի կենսագրությունը եւ ամենայն հարգանքով, բայց նա աշխատել է խանութներում որպես մարքեթինգի մասնագետ եւ չեմ կարծում, որ նրա փորձառությունը օբյեկտիվ է, չէր կարող այնպիսի փորձառություն լինել, ինչքան հայկական ամենամեծ ընկերության, ամենամեծ ներդրողի ներկայացուցիչի եւ մենք ենք ասում գինեգործական կենտրոնը դա տասնյակ միլիոնների արտահանում է, տասնյակ միլիոնների արտադրություն է եւ նաեւ հազարավոր տուրիստներ են, որոնք գալիս են գինու թեմայով տուրիստական այցելությունների։ Կիսյանի շրջան, Սալվարդ գյուղ։ Սյունիքի մի քանի գյուղերում դպրոցները փակելու կառավարության որոշման մասին Կարապետյանի հայտարարությունից հետո սոցիալնախարար Արսեն Թորոսյանն ասել էր, թե դպրոցները ոչ թե փակում են, այլ միավորում։ Սյունիքի մարզում միայն 45 մոտավոր դպրոց է փակվում։ Իսկ միավորվելու փակվելու տարբերությունը կարող եմ շատ պարզ ասել, երբ մի համայնքում կա երկու դպրոց եւ երկու տեղ քիչ աշակերտներ, միավորում են, մի դպրոց է մնում։ Բայց երբ 5 տարբեր համայնքի դպրոցները փակում ես եւ սարի ճանապարհով մարդկանց 10 կիլոմետր տանում ես ուրիշ դպրոց երեխային ձմեռը, ինձ թվում է դա միավորել չի, դա ուղղակի փակել է եւ նաեւ գյուղի աշխատող պետական պետությունից ֆինանսավորում ստացող
ուսուցիչներին դու կրճատում ես, այսինքն գյուղի վերջի պետական աշխատողները կրճատվում են եւ այլ գումար չի մտնում գյուղ։ Կարելի ասել գյուղի տնտեսական էջը փակվում է։ Իսկ այդ պատճառով այն պնդումը, թե միավորում են եւ ոչ թե փակում, իրավացի չէ, փակվում է։ Եթե միավորվի, պետք է մի համայնքում միավորվի։ Իսկ դուք տարբեր համայնք եք տեղափոխում մարդկանց։ Սյունիքի մարզպետն ասել էր, թե Սյունիքում չեղած մարդիկ խոսում են Սյունիքի մասին։ Նարեկ Կարապետյանը հիշեցրել էր, որ իր մորական կողմը Սյունիքի տեղ գյուղից է եւ մեղադրել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տեղ գյուղից հարյուրավոր հեկտարներ Ադրբեջանին հանձնելու համար, ինչի պատճառով համայնքում անաստապահությունը կտրուկ նվազել է։ Որպեսզի ցույց տակ, որ լավ գիտեք Սյունիքի տեղը, մի բան եմ առաջարկում, ասեք գյուղում, Սիսիանում մարդիկ մեզ մոտեցան, ասացին, որ ջուրը տարվա կեսը ձեռքով կրում են։ Եթե այդքան լավ եք ճանաչում Սյունիքի տեղը եւ այդքան մտահոգ եք Սյունիքի բնակիչների համար, լուծեք ջրի խնդիրը Թասի գյուղում, այլապես մենք կլուծենք այն, ուղղակի մի պայմանով, եկեք մի պայման։ Եթե դուք չեք լուծում ջրի խնդիրը այդ գյուղում, գյուղի կեսը ջրի խնդիր ունի։ Եթե դուք չեք լուծում, մենք լուծում ենք եւ դուք չեք խոչընդոտում։ Եվ կտեսնեք ինչ արագ ենք լուծում։ Այս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը։ Այսպիսի գրառմամբ տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում դերասան երաժիշտ Գարիկ Պապոյանը, անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածության խնդրին։ Տեսանյութում երթուղային ավտոբուս է, որն առատ ծուխ է արձակում։ Երևանում օդի աղտոտվածության կատաստրոֆիկ վիճակի պատճառներից մեկը քաղաքային իշխանությունը համարում է տնամերձ այգիները մաքրելուց հետո աղբը վառելը։ I've been played all my life. ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին Ուկրաինան պատասխանել է, որ Կիևը պետք է պահպանի վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ եւ որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբում ցանկանում էր փոխանցել Ռուսաստանին։ Ուկրաինայի եւ Եվրամիության 20 կետից բաղկացած պատասխանը Վաշինգտոն է ուղարկվել չորեքշաբթի, դեկտեմբերի 10-ին։ Ըստ The New York Times-ի հեռացվել են ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի այն կետերը, որոնք հատում էին Ուկրաինայի կարմիր գծերը։ Վիճելի կետերից մեկը վերաբերում էր Դոնբասի տարածքներին, իսկ մյուսը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելուն։ Կիևը ցանկանում է գոնե պաշտոնապես պահպանել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության սկզբունքը։ Ամերիկյան խաղաղության ծրագրին Ուկրաինան պահանջել է նաև իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ Ռուսաստանի հնարավոր ապագա ագրեսիայից պաշտպանվելու համար։ Այս հարցերի շուրջ բանակցությունները հավանաբար կշարունակվեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու Բերլինում դեկտեմբերի 15-ին։ Մինչ բանակցությունները շարունակվում են, ռուսական կողմը սահուն քայլերով առաջ է անցնում առաջնագծում եւ նոր տարածքներ վերցնում իր վերահսկողության տակ։ Այս ամենի ֆոնին Ֆրանսիայում զանգվածային բողոքի երթ է իրականացվել։ Մասնակիցները կոչ են արել դադարեցնել ռազմական էսկալացիան եւ արտասահմանի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտության մեջ։ Նրանք պաստառներ են պահել, որտեղ գրված է եղել «Դադարեցրեք ՆԱՏՕ-ի պատերազմը, Մակրոն, մենք չենք մեռնի Ուկրաինայի համար»։ Шановні українці, зараз готуємося. Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ի միանալն էր, սակայն Եվրոպան եւ ԱՄՆ-ն չաջակցեցին այդ գաղափարին։ Իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Զելենսկին։ Ես չեմ կարճում աթոռից եւ եթե ընտրություն լինի, պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման, հայտարարել է նա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ օգնություն է խնդրել եվրոպացի եւ ամերիկացի գործընկերներից ընտրության ժամանակ անվտանգության ապահովման հարցում։ Զելենսկին արդեն ժամանել է Բերլին, որտեղ տեղի են ունենալու եռակողմ բանակցությունները։ Գերմանիայում է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Դեկտեմբերի 9-ին Իվանովոյի մարզում Ռուսաստանի պաշտպանության նախարարության AN-22-ի կործանման տեսանյութն է հրապարակվել։ Ինքնաթիռը սկսել է քանդվել դեռ օդում, ինչի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։ Սարատովի մարզում փրկարարները տարհանել են 200 մարդու, այդ թվում 50 երեխայի, որոնք մնացել էին մայրուղիների ձնաբքի մեջ։ Տարհանվածների շարքում կան վիրավորներ, որոնք ապաստան են ստացել մոտակա գյուղում ստեղծված ժամանակավոր կացարանում։
Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա 10 զոհ, մի քանիսը վիրավորվել են։ Ըստ լրատվամիջոցների այնտեղ տեղի էր ունենում Խանուկայի սկիզբը նշող միջոցառում։ Հանցագործներից մեկը սպանվել է, մյուսը վիրավորվել եւ ձերբակալվել։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան շարունակում է տոներին նախապատրաստվել է փողոցներն ու հասարակական վայրերը զարդարելով վառ թեմատիկ ձևավորումներով։ Քոլեջների ուսանողներն այս տարի մասնակցել են կլինիկաների եւ հիվանդանոցների նախագծային հայցակարգի մշակմանը։ Այգիները, հրապարակները նույնպես զարդարվել են։ Մոտ ապագայում տոնական զարդարանքներով կողողվեն նաեւ սոցիալական ենթակառուցվածքների այլ օբյեկտները։ Կադրերում երևում են ամանորյա գունագեղ տոնածառները, նորարարական տեխնոլոգիաներով ձևավորված աքսեսուարները։ Բոլոտնայա հրապարակում անցորդների համար բացվել է նվերների գործարանը, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են ստեղծվում եւ ամանորյա փաթեթավորում ստանում տարբեր իրեր։ Մոսկվայի կենթանաբանական այգու պանդաների ընտանիքը ձմռան առաջին շաբաթներին ժամանակ չի կորցնում զվարճանալով իրենց ձյունածածկ վանդակում։ Պանդաները չեն ձմեռում ինչպես մյուս արջերը, քանի որ նրանց ցածր կալորիականության բամբուկե սննդակարգը թույլ չի տալիս երկար քնի ընթացքում ճարպ կուտակել։